4 arczepiskopos են ձերբակալված, ինչ որ մեկը երաշխավորել է, վեհապար հայրապետի չձերբակալվել է։ Ինչ ենք անելու։ Ով է ղեկավարելու հայ առաքելական եկեղեցին։ Ես եկվանից ասում եմ, վեհապարը պիտի արդեն նաև աչքի տակ ունենա կաթողիկոսական ընդհանուր փոխանորդի կերպար, որ ոչ թե հայ եկեղեցին մնացած հոգևորականությունը որոշի ինքնակազմակերպվել ինչ որ մի ձև, այլ ոչ, իր ձերբակալման, իր մեկուսացման պարագային ով է ղեկավարելու հայ եկեղեցին իբրև կաթողիկոսական ընդհանուր փոխանցում, դա պիտի վեհը որոշի։ Ոչ թե իրեն տանեն ու եղած անձամբ իր որոշումը, ոչ եպիսկոպոսը։ Ոչ, այնպես ինչպես Գարեգին առաջին կաթողիկոսն էր, ներկայիս կաթողիկոսին, երբ arczepiskopos էր կարգել էր ամենայն հայոց կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, երբ բուժվում էր եւ չէր կարող կառավարել։ Դա բացառապես վեհապար հայրապետը պիտի որոշի։ Բացառապես իր որոշելիք խնդիրն է։ Երբ որ կաթողիկոս չի լինում, այդ ժամանակ վանական խորհուրդը ընտրում է տեղապահ, որը կազմակերպում ազգային եկեղեցական ժողովին, բայց մենք այդ իրավիճակում չենք։ Մենք այդ իրավիճակում չենք, կաթողիկոսը կա, բանտում է լինի, ցմահ նստածնեն էլ վեհապարին, ինքը գործող կաթողիկոս է։ Եվ ինքը պիտի կարգի, թե ոնց պիտի ղեկավարվի եկեղեցին։ Այսինքն այս բոլոր սցենարները պետք է նախատեսված լինեն։ Վատագույն սցենարները։ Վատագույն սցենարները։ Որտեվ այստեղ եկել Գարեգին երկրորդի կամ որևէ մեկի անձի հարց չէ։ Հեսա դրամասնել կխոսեն։ Խնդիրն է նա, որ մեր քահանաները իմանան իրենց անելիքը։ Ում են իրենք ենթակա։ Ով է իրանց առօրյա գործունեությունը կազմակերպելու, կառավարելու, ղեկավարելու եւ այդ մարդիկ չպիտի մնան տենց մոլոր ու շիվար, թե ես ինչ պիտի անեմ, հիմա ես ինչ անեմ։ Այս ամեն ինչին պիտի եկեղեցին պատրաստ պատասխաններ ունենա։ Ամենամեծ անելիքը եկեղեցումն է հիմա։ Պարոն Բեգոյան, տեսեք, լավ, ասենք թե 50 հոգևորականի բանտարկեցին, բանտերը նետեցին եւ ինչ է լինում։ Ինչ է լինում։ Դե գիտես ոնց ինչ է լինում։ Այնպես չի որ մենք դա չենք տեսել։ Այնպես չի որ մենք դա չենք տեսել։ Ընդամենը 100 տարին չի լրացել, ասում եմ 100 տարին չի լրացել։ Մայրաթոռը մնացել էր մի կաթողիկոս եւ մի պահակ, որը կակեբեից կարգված էր այդ կաթողիկոսին հսկելու համար։ Մնացած arczepiskoposներին ում մասին եք ասում։ Խորեն Մուրադբեկյանին, որի երկու եղբայրներին գնդակահարել էին մինչեւ իրեն սպանելը։ Մեր հապարի, այո, եղբայրներին էլ բանը բանը, այսօր եթե գնդակահարությունը լիներ, վստահ եղեք, որ կգնդակահարեին։ Վստահ եմ, չեմ կասկածում։ Վստահ եղեք։ Այսինքն այսօր ինչ պիտի կալանավորել, այսօրվա բան մաքսիմումը դա է, դա են արել, մաքսիմումը գնդակահարություն լիներ, դա կանեին։ Խորեն Մուրադբեկյանի երկու եղբայրներն էլ չեկիստները գնդակահարել էին, վերջում էլ իրեն խեղդամահարեցին։